Անարատ յուղ եմ հանում գրագետ տարբերակով, կարագից հեռացնելու եմ կազեինը, լակտոզան խոնավությունը, այսինքն առանձնացնելու եմ մաքուր ճարպը, գյուղական կարագ եմ գնել, կտրատում եմ մեծ կտորներով, լցնում հաստ հատակով կաթսայի մեջ և դնում մարմանդ կրակի վրա, հետևում ենք ալման գործընթացին, սկզբում մակերեսին սպիտակուցներն են հայտնվում փրփուրի տեսքով, շարունակվում է մարմանդ եռը, հեռանում է խոնավությունը, գնալով պղտոր ճարպը դառնում է թափանցիկ և պարզ երևում է կաթսայի հատակը, գործընթացն ավարտված է, արագ նկարագրեցի, բայց ընթացքը 10 ժամից ավել տևեց, մաքուր ճարպը դատարկում եմ ապակյա տարայի մեջ, այստեղ մի տատական լայֆհակ եմ անում, տակ փաթաթում եմ ծածկոցի մեջ և 2 օր պահում զով վայրում, այսպիսով յուղը հատիկ-հատիկ ուլունքանման է դառնում, նստվածքը կօգտագործեմ խմորներ պատրաստելիս, կարագը նախապես աղարել են մեր տատիկները, քանի որ կարագը քիչ-քիչ են սարքել, հավաքել ու թոնրում ողջ գիշեր հալել, խնձոր, գազար, գլուխ սոխել են օգտագործել տհաճ կծվամից ազատվելու համար, աղը ջրալույս է, ճարպալույս չէ, միևնույն է, հայտնվելու էր կաթսայի հատակին։